Ողջունում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, ավարտեցինք մեր այսօրվա առաջին աշխատանքային սեանսը, սա մեր բացված գործարքներն են, աշխատեցինք մեր տելեգրամյան ալիքում, իմ թիմի հետ, բացեցինք գործարքներ, մինչ երկրորդ աշխատանքային սեանսին անցնելով բացենք գործարքներ և խոսենք շատ կարևոր թեմայից, որը որ կարծում եմ կհետաքրքրի բոլորին և կլինի շատ օգտակար, եկեք հիմա ընտրենք արժութային զույգը, տվյալ արժութային զույգում տեսնում ենք դեպի ներքև շարժվող թրենդ, ընդ որում այս պահից սկսած կտրուկ այս դեպի ներքև շարժը ավելի կտրուկ է դարձել, ակտիվ հոսք է ստեղծվել դեպի ներքև, որը որ իդեալական, այսպես ասած, պայմաններ են մեր աշխատանքի համար, անցնում ենք S5 time frame-ի, որպեսզի տեսնենք գնի շարժման դինամիկան, գնի ցանկացած տատանում և ավելի դետալորեն տեսնենք գնի շարժը։ Ուրեմն, այսպես թեման մեր այսօրվա ինչպես դառնալ տրեյդեր, ինչից սկսել։ Տվյալ տեսանյութում ես կփորձեմ տալ մաքսիմալ ճիշտ ուղղություն այն մարդկանց, ովքեր որ ցանկանում են դառնալ տրեյդեր։ Նախ առաջինը պետք է գիտակցել, որ այս ամենը հեշտ չի տրվում, այսինքն անհրաժեշտ է ժամանակ, ինչպես և կյանքի ցանկացած բնագավառում և ցանկացած ոլորտում մարդ երբ ցանկանում է կայանալ, ձգտում է կայանալ, դրա համար անհրաժեշտ է ժամանակ, ջանք ու եռանդ, որպեսզի մարդը նախ առաջին հերթին ունենա հետաքրքրություն այդ ոլորտի հանդեպ և ցանկություն ու արդեն փորձի սովորել, փորձ հավաքել և կսկսի նաև արդեն աշխատել։ Նա պահանջում է ժողովուրդ ջան բնականաբար ջանք, եռանդ, ժամանակ, համբերություն ու այս ամեն ինչը արդեն հաղթահարելուց հետո, այսինքն դուք պետք է սովորեք գոյություն ունի տրեյդինգի մասին թեորիաներ, այսինքն կան գրքեր, կան սայթեր տրեյդինգի մասին ինֆորմացիա պարունակող, YouTube-ում կան միլիոնավոր վիդեոներ, սակայն դրանցից ոչ բոլորն եմ խորհուրդ տալիս դիտել ու ոչ բոլորին եմ խորհուրդ տալիս հավատալ, ժողովուրդ ջան, ամեն դեպքում պետք է այդ թեորիան առաջին հերթին փորձեք յուրացնել, այսինքն հիմնական 3 ուղղությունները, որ ես կարող եմ ձեզ ասել, դրանք թրենդ, կորեկցիա ու ուռովերներ, այդ տրեյդինգի հիմնական 3 բազային նյուանսներն են, այսպես ասած, տրեյդինգի 3 հիմնական բաղադրիչներն են դրանք, և ժողովուրդ ջան, առաջին հերթին կարդացեք թեորիան, երկրորդ հերթին ձեռք բերեք փորձ, փորձը հավաքելու համար կան դրա համար գոյություն ունի դեմո հաշիվ, օգտվեք դեմո հաշվից, կամ եթե ցանկանում եք ռեալ հաշվով աշխատել, փոքր դեպոզիտներ, հիմնականում $50, $100, բայց էդ էլ որոշակի ժամանակ, եթե դուք արդեն ձեռք եք բերել փորձ դեմո հաշվով, գոյություն ունի նաև տրեյդինգ թղթի վրա, այսինքն կարող եք առհասարակ գործարքներ չբացել, վերցնել թուղթ ու գրիչ ու գրել օրինակ այս կետից ներքև բացեցի այս կետից վերև, որքան ժամանակ անց ոնց փակվեց, ոնց, բայց դրա համար ամենահարմարը ժողովուրդ ջան, դեմո հաշիվն է։ Հաջորդ քայլը ժողովուրդ ջան, ձեր գործը կհեշտացնի տրեյդեր, եթե այն մարդը, որը որ ուզում է դառնալ տրեյդեր, իրականում ես չեմ ուզում ասել գաղտնիքներից մեկը, բայց կարևոր նյուանսներից մեկը սա է, որը որ ևս իմ ճանապարհին ինձ օգնել է, և սակայն դա հասկանալուց, ես դա հասկացա իմ տրեյդերի կարիերան սկսելուց 2 տարի հետո, ու հնարավոր է ես սա ձեզ ասեմ ու բոլորին, շատերին այդ 2 տարին, այսպես ասած, խնայենք։ Ժողովուրդ ջան, տրեյդինգի ու տրեյդեր դառնալուց կարևոր հանգամանքներից մեկը այն է, որ պետք չի փորձել ինչ-որ մի ստրատեգիա հորինել, պետք չի ձգտել ինչ-որ, չգիտեմ, նոր ինչ-որ սուպեր ստրատեգիա
100% անցողականությամբ ունենալ։ Այդպիսի բան չկա։ 100% անցողականություն ունեցող ստրատեգիա չկա, եւ այն մարդը, ով որ կասլի ինքը աշխատում է նման ստրատեգիայով ու ընդհանրապես չունի մինուսավոր օրեր, չունի մինուսավոր գործարքներ ու միշտ ինքը պլյուսը, այսինքն տրեյդերը կարելի միշտ պլյուս միայն երկար ժամանակային հատված վերցնելուց, օրինակ մեկ շաբաթ, մեկ ամիս, բայց 100%-անոց ստրատեգիաներ գոյություն չունեն։ Նրանք, ովքեր որ ասում են, միանշանակ իրանք ոչ տրեյդեր են, ոչ էլ տրեյդինգից ինչ-որ բան են հասկանում։ Մի հորինեք ստրատեգիա, մի փորձեք նույնիսկ հորինել, ուղղակի վերցրեք այն մարդուց, ում մոտ որ արդեն ստացվում է, ու ցույց տվեք ձեր հեղինակային մոտեցումը։ Այսինքն կարող եք ինչ-որ մի բան, որ տվյալ տրեյդերը ուրիշ ձև անում, տվյալ օրինակ փոքրիկ նյուանսը դուք ավելի լավացնեք ձեր կողմից, մի հատ ուրիշ բան ավելացնեք ու ավելի լավ ստացվի։ Ու այդպես արդեն տվյալ տրեյդերի հմտությունները, տվյալ տրեյդերի գիտելիքները առհասարակ փոխանցում են գիտելիքներն ու հմտությունները մարդկանցից մի մարդու ուրիշ մարդու։ Փորձեք, ժողովուրդ ջան, յուրացնել։ Դե ինչ, այսքանով ավարտենք, բացեցինք գործարքներ, հիանալի աշխատեցինք, այսքանով ավարտենք մեր այսօրվա աշխատանքային սեանսը, բոլորիդ մաղթում եմ հաջողություն, պրոդուկտիվ աշխատանքային շաբաթ, քանի որ այսօր երկուշաբթի աշխատանքային շաբաթը նոր է սկսել, ցանկացողները կարող են միանալ մեր տելեգրամյան ալիքին բացարձակ անվճարը, ես հատուկ այնպես եմ սարքել, ժողովուրդ ջան, որ իմ տելեգրամյան ալիքին միանալը անվճար է ու բացի նրանից, որ անվճար է, նույնիսկ դեպոզիտ ունենալու պայմաններ որևէ ես չունեմ, որպեսզի մարդիկ կարողանան մտնել ու դեմո հաշվով փորձել ու փորձ հավաքեն ու միանգամից չանցնեն ռեալի։ Շնորհակալ եմ բոլորիցդ, հաջողություն։